Շնորհակալություն, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հնարավորության համար, որպեսզի ևս մեկ անգամ խոսենք մեր բոլոր հայրենակիցների մասին, ովքեր ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների, մեր հայրենակիցների մասին, ովքեր պատանդ են վերցվել այսօր Բաքվի բանտերում եւ հայրենակիցների, ովքեր պատանդ են վերցվել հենց մեր երկրի բանտերում։ Գիտեք, շատ դժվար է խոսել քաղաքական բռնաճնշումների մասին այն մթնոլորտում եւ այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը։ Ցավոք սրտի այս իշխանությունները կարողացել են ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Մենք բազմիցս արձանագրում ենք, որ ամբողջը արվում էր ի սկզբանե վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակներում հնարավորություններ ձեռք բերում մեկուսացնել քաղաքական եւ հանրային գործիչներին եւ դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերին։ Ինչ իրավիճակ ունենք մենք այսօր։ Կալանավորված են Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է Մայր Հայաստան կուսակցության նախագահը Անդրանիկ Թևանյանը, կալանավորված է Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը Ավետիք Չալաբյանը, տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն եթե մենք թվարկում ենք, մենք տեսնում ենք, որ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական եւ հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման։ Չեմ խոսում էլ Արմեն Աշոտյանի մասին, որը այսպես տարբեր քրեական եւ բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է քրեական հետապնդման է ենթարկվում եւ այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Ես խոսեցի առաջնորդների մասին, ընդ որում ուզում եմ առանձնացնել վերջին դեպքը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որովհետև դա նաև հանրային արձագանք առաջացրեց, ելնելով այն միջոցներից կամ այն մեխանիզմներից, որով իրավապահ մարմինները օգտվում էին սկզբում 13 ժամ խուզարկություն իրականացնելու, այնուհետև Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու եւ հետո մի տնտեսական գործով, որը ընդ որում Իրանի Հանրապետությունում ճանաչվել է հանցակազմ չունեցող գործ, այսօր Գագիկ Ծառուկյանը գտնվում է կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Եվ գիտեք, սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, սա նաև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործի զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է, որ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում եւ այսօր էլ օրինակ գնացել էին ձիերին տեղափոխելու համար։ Սա ինչու եմ որպես օրինակ բերում, սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար եւ որպես պատիժ, որ իրականացվում է իրավապահների կողմից մեկ անձի հրահանգով, որովհետեւ նախընտրական փուլում նա հայտարարել էր, որ ունե զրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել։ Հիմա գալով ընդհանուր բռնաճնշումներին, ցավոք սրտի մենք չունենք այս պահին բռնաճնշման քաղաքական բռնաճնշումների ենթարկվողների հստակ ցանկը։ Այսինքն մենք տեսնում ենք քննչական կոմիտեի հայտարարություններից, որ օրինակ փետրվարից մինչև հունիս իրենց ամփոփումների արդյունքներում հարուցվել է ուրեմն 248 անձի նկատմամբ քրեական հետապնդում, սա մինչև հունիս էր, բայց վերջին օրերին էլի մենք տեսնում ենք, որ հետապնդումները շարունակվում են, հենց այսօր հայտարարություններ տարածվել, որ միասնության թևերի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում, ընդամենը մի կես ժամ առաջ այդպիսի հայտարարություն տարածվեց, հետևաբար այս մեզ համար էլ շատ բարդ է լինելու հավաքագրել քաղաքական կատարումներով քրեական հետապնդումների ենթարկվողների շրջանակը, բայց ես կարծում եմ դա ամենակարևոր գործն է, որ մենք պետք է անենք։ Ընդ որում այս շրջանակը հստակեցնելը թեև բավականին բարդ է լինելու, բայց մենք պետք է փորձենք ոչ միայն վերջին նախընտրական եւ հետընտրական փուլով սահմանափակվել, այլ մինչ այդ
այս իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվող անձանց տվյալները հավաքել, որպեսզի կարողանանք ի վերջո սատար կանգնել այդ մարդկանց, խնդիրները բարձրացնել եւ այլն։ Մի կարևոր հանգամանքի վրա եւս ուզում եմ բոլորի ուշադրությունը գրավել, դա այն է, որ այս իշխանությունները ոչ միայն քաղաքական հետապնդման է ենթարկվում անձանց, այլ նաև պատրաստ է իր նպատակները իրականացնելու համար պարզապես օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին։ Մենք տեսնում ենք, որ Ծառուկյանի կալանավորումը զուգորդվեց բազմաթիվ ձեռնարկությունների ուրեմն կնքմամբ եւ այդ ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակմամբ։ Այստեղ, այսինքն այս իշխանությունը պատրաստ է խախտել ցանկացած իրավունք, սկսած մարդու կյանքի ազատության իրավունքներից, վերջացրած աշխատանքի իրավունքով, վերջացրած սովորական կենցաղային հարցերը մարդու հոգալու իրավունքի սահմանափակումներով։ Հետևաբար մեր հանձնաժողովը կարծում եմ այսպես շատ ընդարձակ գործունեություն կիրականացնի եւ անդրադարձ կկատարվի բոլոր այն իրավունքների խախտումներին, որոնք որ այս իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքականության արդյունքում տեղի կունենան։ Թերևս այսքանով սահմանափակվեմ, շնորհակալություն։